Ես պայքար եմ ունեցել ամեն ինչում, թե անձնական, թե մասնագիտական խոստովանում են, սակայն այսօր կարծես թե պայքարելու կարիք այլևս չկա։ Նրա նոր կյանքի եւ անցյալի չբացահայտված կողմերը կբացահայտեն քիչ անց։ Բարև ձեզ Գայանե։ Բարի օր։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդման հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ, որ դուք ժամանակ եք գտել այս կարճ իմ ժամանակահատվածում, որ այստեղ եմ գտնվում եւ հենց այս ժամանակահատվածում ինձ հրավիրել եք։ Գայանե, հիշում եմ, որ մեկ անգամ դեռ տարիներ առաջ նշում եք, որ ձեզ լիակատար երջանկության համար պակասում է ընտանիքը, որը կստեղծեք, եւ ես ուրախ եմ, որ այսօր արդեն կարող ենք փաստել, որ դուք ինքներդ խոստովանում եք, որ իսկապես երջանիկ եք։ Այո։ Համենայն դեպս ամուսնությունից հետո 1 ամիս անց դուք այս գրառումն եք կատարել։ Այո։ Ձեր սերը անկախ ձեր կամքից չէր կարող չհանրայնացվել, որովհետև հանրային դեպք եք, բնականաբար բոլորը ուրախանում էին ձեր համար, ձեր երջանկության համար, բայց ինձ մոտ հարց է առաջանում։ Դուք այն արդի, որ ամուսնացել եք, նշել եք հետևյալը, պարզապես նա այնքան համոզիչ էր, որ ես այսօր նրա կողքին եմ։ Կուզեի անդրադառնալ ձեր այս մտքին, հետաքրքիր է, ինչով է նա այդպես կարողացել համոզել ձեզ։ Խնդիրը նա է, որ 10 տարի շարունակ ես իմացել եմ, որ ես հետաքրքիր եմ։ Ես իմացել եմ, որ սիրված եմ, գնահատված եմ եւ 10 տարի շարունակ ես տեսել եմ ջենտլմենի։ Եվ չեմ կարող բացատրել բառերով, թե ինչ է կատարվել, բայց երբ դու տարիների ընթացքում հետադարձ հայացք ես գցում եւ տեսնում ես, որ սա իսկապես արժանի մարդ է, մարդ, ով կարողացել է տարիների ընթացքում ցույց տալ, որ դու իրեն հետաքրքիր ես որպես անձնավորություն, որպես մարդ, որպես կին, որպես ընտանիքի անդամ, որպես կարևորագույն էակ իր կյանքում, բնականաբար այդ ամենը անտեսել չես կարող։ Այսինքն այնպես ստացվեց, որ նա իր համառությամբ կարողացավ այնպես անել, որ սառույցը հալ չի։ Այո, համառությամբ, ջերմությամբ, ճիշտ վարվելակերպով, ճիշտ մտածողությամբ եւ իր մարդ տեսակով։ Գանես, գուցե խնդիրը ձեր մեջ էր, որովհետև դուք մեկ անգամ նաև խոստովանել եք, որ ես իմ անձնական կյանքը մի կողմ եմ դրել, որովհետև ես ունեմ որդի, ես ունեմ խնդիրներ, որոնցով պետք է զբաղվեմ։ Գուցե մեջբերումը ամբողջական չէր, բայց միտքը դա էր, որ դուք անտեսել եք, պայմանականորեն ասենք, բայց այնուամենայնիվ միտքը դա էր, որ անձնականը ձեզ այդ շրջանում այդքան էլ չէր հետաքրքրում, եթե իհարկե կարելի է ասել։ Խոստովանեմ, որ շատ շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք եղել եւ պատրաստված եք այսօր ինձ ընդունում։ Այո, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հատկապես կին իր կյանքը ինքն է դասավորում, որովհետև ինչպես դու տեսնում ես քո կյանքը, այդպես էլ ապրում ես։ Եվ ես իսկապես պատրաստ չէի, որովհետև ես ունեմ որդի եւ ես կարծում եմ, որ իմ կարևորագույն նպատակը նրան ոտքի կանգնացնելը եւ տեսնել այս սոցիումի լիակատար անդամ եւ մարդ, ով արժանի է, որպեսզի լինի մեր ընտանիքի շարունակությունը, իմ պապերի պատմությունը շարունակողը եւ իմ զավակը, եւ ես կարծում եմ, որ ես կարողացել եմ իմ ուժերը եւ ցանկությունները իրականացնել իր միջոցով եւ այսօր ես հպարտությամբ կարող եմ ասել, որ իր տարիքի համար նա իսկապես իրականացնում է այն ծրագիրը, որը ես էի նախատեսել իր համար։ Դուք բավական խիստ եք, ամենայն դեպս այդպես եք խոստովանել։ Ես շատ խիստ եմ եւ շատ բարդ եմ եւ շատ լավն եմ։ Դա էլ կարող եմ ասել, վստահ եմ, որ եթե նա կողքից լիներ, նա էլ հիմա այդ բառերը կասեր, որովհետեւ տղայից շատ դժվար է։ Այն ամենը, ինչ մենք նախատեսել ենք նրա համար, հեշտ ճանապարհ չէ եւ պետք է ասեմ, որ նա իսկապես շատ համառորեն ճիշտ գնում է առաջ, անտեսելով այն բոլոր դժվարությունները, որոնք ծառանում են նրա առջև, եւ ես կարող եմ ասել, որ ես իսկապես հպարտանում եմ։ Այս պայդրությամբ ես հպարտ եմ, որ ունեմ նման զավակ, եւ պետք է ասեմ, որ դա ոչ միայն իմ աշխատանքն է, այլ տարիների ընթացքում իմ մայրիկի նվիրում է իր թոռնիկին, որովհետեւ եթե ես ապահովում եի գաղափարային եւ ֆինանսական
մասը այդ ամենի, ապա իր կյանքը, ուժը, եռանդը եւ ժամանակը ներդրում էր իմ մայրիկը, իսկ արվեստագետի համար դուք գիտեք, թե ինչ դաժան է, հա, սեփական ցանկությունները դնել մի կողմ եւ զբաղվել մեկ այլ անձի կյանքի իրականացմամբ, ծրագրերի։ Ես կարծում եմ, որ մենք միասնական ուժերով, մեր ընտանիքի միասնական ուժերով իսկապես կազմավորում ենք մի անձնավորություն, ով հպարտությամբ ամենտեղ կարող է ասել, որ ինքը հայ է։ Իդեպ այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն եւ որքան էլ տարօրինակ է ձեզ նայելիս, որովհետեւ չես պատկերացնում այդ թիվը, ձեր որդին, եթե չեմ սխալվում, արդեն 18 կամ 19 տարեկան է։ Այո, նա 19 տարեկան է։ Դժվար է պատկերացնել իհարկե դա, որ դուք նման մեծ տարիքի որդի ունեք։ Շնորհակալ եմ։ Գարանը, բայց հետաքրքիր է, տեսեք, դուք նշում եք, որ անընդհատ շեշտում եք հարցազրույցներին, որ մեծացնում եք որդի եւ այդ առումով շատ կարեւոր է նրա կարծիքը, գուցե աղջիկ ունենայիք այլ ձևով մոտենայիք հարցին, նրա դասյարակությանը, բայց այս դեպքում ամեն ինչ այլ է։ Հետաքրքիր է, ստացվում է, որ դուք որոշակի առումով վախենում եք նաեւ իր արձագանքից, ես կարող եմ այդպես ենթադրել։ Գիտեք, որքան էլ մենք յուրաքանչյուրս առանձնահատուկ ենք, կերպար ենք եւ այլն, չգիտեմ, մեր երկրում կարող է մեզ մի քիչ ավելի ճանաչված գանք կամ, չգիտեմ, տարբերվող լինենք, բայց ամեն դեպքում երբևէ չպետք է մոռանանք, որ մենք ապրում ենք մարդկանց մեջ եւ մենք էլ ենք սովորական մարդ, սովորական ընտանիքի անդամ եւ յուրաքանչյուր խնդիր բոլորիս համար է։ Եվ բոլորս էլ գիտենք, որ հայ տղամարդկանց համար, հայ ընտանիքների համար կա մտածողություն, որը բավականին բարդ է եւ եթե Եվրոպայում եւ նույն Միացյալ Նահանգներում շատ ավելի թեթև է ամեն բան, մեզ մոտ մի քիչ ավելի ծանր ու բարդ է։ Յուրաքանչյուր խնդիր կանանց այստեղ շատ բաներ կան։ Կանանց շատ ավելի դժվար է, հատկապես այն կանանց, ում կյանքը չի դասավորվել կամ ովքեր համարձակ են եղել եւ որոշել են իրենց կյանքը միայնակ շարունակել, որովհետեւ շատ դեպքերում կանայք պարզապես վախենալով այդ արձագանքներին եւ այդ խնդիրներին, որոնք առաջանում են յուրաքանչյուր ամուսնալուծված կնոջ առջև, շատ անգամ հետ են կանգնում այդ լուծումից, այդ որոշումից եւ վախենում են իրենց կյանքը շարունակել։ Խնդիրները լինում են շատ տարբեր տեսակի, ֆինանսականից սկսած հոգեբանականով ավարտած, բայց ես կարծում եմ, որ մեր պարագայում մենք կրկին կարողացել ենք, ես ասելով մենք նկատի ունեմ ինձ եւ նախկին ամուսնուս եւ կարծում եմ, որ մենք իսկապես ճիշտ որոշում ընդունեցինք յուրաքանչյուրիս համար, որովհետեւ այսօր երկուսս էլ կարող ենք ասել, որ լիակատար երջանիկ ենք, որովհետեւ նա ունի իր ընտանիքը, 3 հրաշք բալիկներ ունի նա մեր տղայից բացի, ես արդեն ունեմ իմ ընտանիքը, շատ նորմալ ճիշտ մարդկային հարաբերություններ ունենք եւ գուցե եւ եթե մենք մնայինք միասին կարողանայինք հաղթահարել այն դժվարությունները, որոնք մեր առջև էին, բայց այսօրվա դրությամբ կարծում եմ, որ որոշումը շատ ճիշտ էր երկուսիս կողմից էլ։ Բայց հետաքրքիր մի փաստ եմ նկատել։ Դուք ինքներդ ժամանակին խոստովանում եք, որ լինելով ամուսնալուծված ծնողների երեխա, այդ բեռը ինքներդ եք զգացել ձեր սեփական մաշկի վրա։ Նույնիսկ այսպիսի մի միտք եք արտահայտել, դա ազդում էր անգամ անձնականից վրա, որովհետև ասում էին, որ ես ամուսնալուծված ծնողների երեխա եմ եւ ունեմ ամբողջական ընտանիք։ Ցավոք սրտի ես պետք է կրկին նշեմ իմ տարիքը եւ խոսելով իմ տարիքի մասին մենք պետք է պատմականորեն հետ գնանք եւ մոտ 30 տարի առաջ, հա, մտածողությունը մարդկանց ամեն դեպքում ուրիշ էր եւ մենք կարող ենք տարբերությունը մտածողության նկատել անգամ այս 2-3 տարիների ընթացքում։ Այն ժամանակ դա շատ ծանր երևույթ էր եւ բնականաբար որպես սկիզբ մի երեխայի, ով ամբողջական ընտանիքից չէր, բավականին բարդ էր։ Եվ հարթակը, որից դու պետք է գնայիր առաջ, դժվար էր։ Ինչն էր հատկապես դժվար։ Երբ հետադարձ հայացք եք գցում կրկին այդ անցյալի վրա։ Դժվարը ինձ համար չէր, որովհետև ես միևնույն է պարզ մաքուր
նորմալ երեխա էի մի խոսքով իմ բարագայում ամեն ինչ նորմալ էր, բայց հասարակության կարծիքն է բարդացնում այդ ամենը եւ չես էլ մեղադրում այդ մարդկանց, որովհետեւ իհարկե իրենք էլ իրենց մտածողությունն ունեն եւ իրենց պատկերացումները ունեն իրենց ընտանիք մուտք գործող մարդկանց վերաբերյալ եւ պետք է դա հաշվի առնել, գնահատել եւ պարզապես մտածողությունը մարդկանց ավելի բարդ է։ Գայանը հետաքրքիր այսպեսի մի հարց առաջացավ։ Ինչն է ավելի դժվար՝ լինել ամուսնալուծված ծնողների երեխա, թե հետագայում որոշում կայացնել եւ բավական երիտասարդ տարիքում կրկնել սեփական մայրիկի ճակատագիրը եւ ընտրել միայնակ մեծացնելու ուղին երեխային։ Որն էր հոգեբանորեն, երբ հիմա հետ եք նայում, ավելի դժվար դες համար, որ փուլն էր ավելի դժվար հաղթահարելի։ Երկրորդ որովհետև երբ դու արդեն հասուն ես եւ դու գիտես հետևանքները ինչպիսին են լինում եւ գնալ այդ քայլին, խիզախություն ունենալ եւ գնալ այդ քայլին, բնականաբար դու պետք է նաեւ զգաս, որ քեզ կան օգնող մարդիկ, ովքեր սատար են կանգնում քո որոշմանը եւ դու միայնակ չես այս կյանքում եւ ես պետք է շնորհակալությունս հայտնեմ իմ ավագ եղբորը, ով ասաց, որ յուրաքանչյուր իմ որոշմանը նա կողմ կլինի եւ իմ կողքին կլինի եւ նա հենց այդպես էլ արեց տարիներ շարունակ նա իմ կողքին էր եւ ես զգում էի նրա աջակցությունը։ Եթե չլսեիք այդ միտքը նրանից, ինչ եք կարծում, կկարողանայիք քաջություն գտնել եւ գնալ այդ քայլին։ Պետք է ասեմ, որ ես բավականին խիզախ եմ եւ նման քայլեր շատ եմ անում, չեմ խոսում ամուսնալուծության մասին, չի խոսք, այլ պարզապես կնոջ համար ով մենակ ընտանիք է պահում, ես նման որոշումներ շատ եմ ընդունել իմ կյանքում։ Բարդություններ շատ են եղել, բայց ես իմ բնավորությունով, իմ էությամբ այնպիսի մարդ եմ, որ յուրաքանչյուր խնդիր համարում եմ հաղթահարելի եւ չկա այնպիսի խոչընդոտ, երբ ընկնես չկարողանաս ոտքի կանգնես։ Եվ շատ կարևոր է թե ինչպես դու ոտքի կկանգնես։ Իհարկե մեծագույն դերակատարությունը եղբորս խոսքն էր։ Մայրիկիս խոսքը, իմ ընտանիքի բոլոր անդամների խոսքը, իհարկե փորձեր եղան վերականգնելու ընտանիքը, բայց պարզ էր, որ դա հնարավոր չէ։ Ինչու, որովհետև շատ երիտասարդ եք, խնդիրը շատ մեծ էր թվում ձեզ։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ մենք այո երիտասարդ էինք եւ խնդիրը, որը առաջացել էր այդ բարդ իրավիճակները, դժվար կլինեին անգամ կյանքն ապրած եւ հասուն մարդկանց համար, որ մնաց մեզ նման երիտասարդների։ Ես վստահ եմ, որ այդ խնդիրը չլիներ, մենք շատ գեղեցիկ եւ ամուր ընտանիք կունենայինք, բայց ինչևէ, եղավ այնպես, ինչպես եղավ եւ այսօր ես երջանիկ եմ, ես ուրախ եմ, որովհետեւ այս տարիների ընթացքում ես կարողացա կայանալ որպես անձնավորություն, ես դարձա իմ աշխատանքներով ճանաչելի, ես այդ թվում նաեւ դրսում, եւ պետք է ասեմ, որ ես համարում եմ, որ ես արել եմ ինչ-որ բաներ, որպեսզի համարեմ, որ թե թող բարձր չթվա ասածս, բայց նաև Հայաստանի համար արել եմ ինչ-որ բաներ, որովհետև Հայաստանի անունը հնչեցվել է մեր երկրից դուրս եւ դա արվել է ոչ միայն իմ վարվերագրական ֆիլմերի շնորհիվ, այլ նաեւ նրա շնորհիվ, որ մենք կազմակերպել էինք, ես կազմակերպել էի Մայրիկիս ցուցահանդեսը Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, թանգարաններում ցուցադրվել են նկարներ, որոնք ներկայացրել են մեր երկիրը, մեր առասպելները, մեր պատմությունը, մեր կրոնի պատմությունը եւ կարծում եմ, որ դա բավականին մեծ բան է։ Ես իսկապես, ես չեմ համարում, որ ես ինքս անձամբ ինչ-որ մեծ նշանակություն ունեմ, բայց ես արել եմ ինչ-որ բաներ, ինչը եղել է ոչ միայն ինձ համար։ Համենայն դեպս կարծում եմ դուք կարողացել եք իրականացնել այն ինչի մասին հաճախ խոսում եք, ես ցանկանում եմ հետք թողնել։ Համենայն դեպս կարծում եմ ձեր աշխատանքները այդ հետք թողնելը։ Ցավոք սրտի իմ մասնագիտական ուղին այնպես չընթացավ, ոնց ես կուզեի շարունակել վավերագրական ֆիլմերի վրա աշխատելը, բայց միշտ չի լինում այնպես, ինչպես մենք ենք նախատեսում, կյանքն իր ծրագրերն ունի մեր վերաբերյալ եւ շատ հաճախ մեր ծրագրերը այն ամենի հետ ինչ նախատեսված է որ կլինի մեր կյանքում չի համընկնում եւ չի համապատասխանում, բայց
Եթե ես հետադարձ հայացք գծեմ, ես պետք է ասեմ, որ ես երջանիկ կին եմ։ Ես երջանիկ կին եմ, որ ես եղել եմ ամուսնացած եւ ամուսնալուծված, որովհետեւ ամուսնացած լինելով ես ունեմ զավակ, հիմա որով հպարտանում եմ ամուսնալուծությունից հետո ես կայացել եմ որպես Գայանե Ասլամազյան, կարող է կայանալ որպես լավ տանտիկին, լավ մայր, լավ կին, բայց հիմա այսպես ստացվեց։ Ինչ եք կարծում, այսինքն եթե չամուսնալուծվեիք, ավելի շատ կլինեիք տնային տնտեսուհի։ Կարծում եմ, որ հա, այդպես կլիներ, չնայած իմ բնույթով դժվար դիմանայի այդպես երկար, ինչ որ մի բան անպայման կմոգնեի, բայց երևի այդպես կլիներ։ Եվ այսօր որպես վերջակետ կարող եմ ասել, որ ես արդեն ունեմ իմ ընտանիքը, այն ամենը ինչ որ ինձ պետք է, եւ այս պարագայում, այս տարիքում արդեն այդ խնդիրը, որ եթե դու երիտասարդ ամուսնացել ես, դառնում ես անպայման տնային տնտեսուհի, ապա այս պարագայում չկա, որովհետև դու կազմում ես ընտանիք արդեն լրիվ կազմավորված անձնավորություններ են երկու, հա, միանում եւ արդեն մեկը մյուսից գիտի, թե ինչ պահանջի, ինչ ուզի եւ ինչպես օգնի եւ աջակցի, որպեսզի այդ անձնավորությունը լինի երջանիկ։ Իսկ ես երջանիկ եմ ինձնով, իմ գաղափարներով, մտքերով, ցանկություններով եւ այն ամենով, ինչը ես դեռ անելու եմ։ Պարզապես այստեղ վերջակետ եկեք չդնենք, որովհետև ձեր պատմությունը դեռ նոր է սկսվում, այսինքն ես հենց դա եմ բազմակետեր ենք դնում։ Ես հենց դա եմ ասել, որովհետև այս տարիքում ամուսնությունը դա բավականին լուրջ որոշում է եւ հենց այստեղ ամեն ինչ սկսվում է։ Այդ միտքը ձեզ վախեցնում էր մինչ այդ։ Ես ձեզ ասեմ, որ այդ միտքը ինձ շարունակում է վախեցնել։ Հետաքրքիր խոստովանություն։ Այո, շարունակում է վախեցնել, որովհետև ընտանիքը դա անընդհատ աշխատանք է պահանջում։ Դու պետք է անընդհատ աշխատես թե քո վրա, թե քո մտքերի, գաղափարների վրա եւ դա ծանր գործ է ընտանիք ունենալ։ Պատասխանատու գործ է եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Կարծում եմ, որ շատ ավելի պատասխանատու գործ է լինում, երբ ինքդ արդեն կայացած ես։ Իսկ դուք քիչ առաջ էլ նշեցիք եւ առհասարակ հաճախ խոստովանում եք, որ ձեր կյանքի ընթացքում պարբերաբար ստիպված եք եղել հաղթահարել դժվարություններ։ Եվ իմ ուշադրությունը գրավել էր ձեր այն միտքը, որ նշել եք, երբեմն այդ դժվարությունները հաղթահարելիս փորձում եմ համեմատականներ տանել եւ տեսնել մարդկանց, ովքեր նույն խնդիրն ունեն եւ հասկանում եմ, որ ես շատ ավելի ուժեղ եմ եւ շատ ավելի դիմացկուն եւ շարունակում եմ պայքարս։ Հետաքրքիր է, երբ չափից ավելի ինքնուրույն ես եւ սեփական կյանքիդ համար ինքդ ես որոշումներ կայացնում, կարծում եմ արդեն մուտք թողնել կյանք մեկ այլ մարդու եւ որոշակի առումով նաեւ հաշվետու լինել նրա առաջ բավական բարդ է։ Ինչ անել այս պարագայում կամ ինչ եք անում արդեն։ Դուք շատ ճիշտ եք, որովհետև ամեն անգամ դու առաջինը ուզում ես քայլ անես, որովհետև դու այդպես սովորես։ Բայց բարեբախտաբար իմ կողքին է այնպիսի տղամարդ է, որ ես կարող եմ հանգիստ սպասել, որպեսզի նա առջևում քայլի, ես գնամ նրա հետևից, որովհետև թե իր բնավորությամբ, թե իր էությամբ, թե իր մարդ տեսակով նա հենց այդպիսին է։ Եվ ես ոչ թե տեսնում եմ նրա մեջ մի տղամարդ, որը ոնց դες ասենք հա կազմել ենք ընտանիք, վերջ ես տանտիկին եմ, պետք է լսեմ եւ այլն, ոչ, ես տեսնում եմ նրա մեջ աջակից, ընկեր եւ ոնց որ հայերս ենք սիրում ասել, թևութիկունք։ Դա կարծում եմ ամենակարևորն է։ Իսկ այդ ներքին բախումը, որ որոշակի առումով դուք զրկվել եք ձեր ազատությունից, պայմանական է կոչենք ազատություն։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, բայց այս պարագայում, քանի որ կա այդ վստահությունը, այդ այն ամենի, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որովհետև իմ կողքին էլ հասուն մարդ է, կյանք տեսած եւ խնդիրներով անցած, բազմաթիվ խնդիրներով անցած եւ հաղթահարած անձնավորություն է։ Եվ բնականաբար նման հարց չի առաջանում։ Պարզապես ներքուստ լինում են դեպքեր, որ դու ուղղակի սովորես, ոչ թե դրա կարիքը կա, այլ դու սովորես, որ դու պետք է ինչ-որ մի բան անես, հետո հասկանում ես, որ չէ, սպասի, դու էլ մենակ չես։ Դու կարող ես խելոք նստես եւ բայց հաճելի սպասում է ամենայն դեպս։ Այո, եւ կա քո փոխարեն մարդ, ով այդ խնդիրները կլուծի, ով կմտածի այդ ամենի մասին, իսկ դու կարող ես վայելել։ Գայանե, իսկ մտավախություն չունեք նախքան նրա եւ ձեր որդու հանդիպումը։ Գիտեք, նման մտավախություն չլինել չի կարող, որովհետև ես միշտ ասել եմ, որ իմ տղան կարևորագույն անձնավորությունն է իմ կյանքում եւ իհարկե կյանք ներս թողնել մեկ այլ անձնավորության, ով ոչ պակաս կարևոր է լինելու քո կյանքում,
շատ դժվար է, որովհետև իրենք երկուսն էլ պետք է ունենան իրենց դերը, երկուսն էլ պետք է լինեն իրենց տեղերում։ Եվ շատ կարևոր է, որպեսզի իրենց միջև լինի շատ ներդաշնակ վիճակ։ Այս պարագայում մտավախությունս շատ մեծ չէր, որովհետև երկուսին էլ ճանաչելով ես գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես գիտեմ իմ տղային, ես գիտեմ նրա մտածողությունը, ես գիտեմ այն մարդուն, ում պետք է ներկայացնեի իմ տղային։ Եվ հետաքրքիր է, երբ դու քո երեխային նայում ես, անկախ նրանից, որ ինքը արդեն հասակով քեզանից բարձր հասակ է եւ մեծ է, բայց դու նրան ընկալում ես որպես երեխա եւ դու հանկարծ հասկանում ես, որ քո կողքին մեծ եւ հասուն տղամարդ է, ով իր առաջին հարցերով իսկ միանգամից մտածում է քո կյանքի մասին եւ ուզում է հասկանալ արդյոք դու կլինես այնպես ապահովված եւ պաշտպանված, ինչպես նա կուզեր։ Զարմանալի զգացողություններ եւ շատ հաճելի։ Եվ ինչ ասացին ձեր կյանքի կարևորագույն տղամարդական ոչ պակաս կարևորագույն հանդիպումից հետո։ Տղաս ասաց, որ ուզում է, որ ես երջանիկ լինեմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել եւ որ նա մշտապես իմ կողքին է։ Ես վստահ եմ, որ այսօր ձեր տղան ձեզ նայելիս այդ ներքին խաղաղությունը կունենա, որովհետեւ այն, որ դուք երջանիկ եք, երևում է նույնիսկ ձեր աչքերից։ Շնորհակալ եմ։ Համենայն դեպս այն պայքարը, որի մասին հաճախ խոսում եք հարցազրույցներում, այն պայքարը, որ ունեցել եք կյանքում թե անձնականում, թե մասնագիտականում, կարծես այլևս անցյալում է։ Համենայն դեպս հուսանք, որ անցյալում է այդ ամենը։ Գիտեք, այո, այն ինչ որ ասում եք դուք, ես ընդունում եմ, բայց նաև պետք է ասեմ, որ առանց պայքարի հետաքրքիր չի։ Միշտ ամեն մարդ պետք է ստեղծի ինչ-որ իրավիճակներ, որպեսզի կարողանա զարգանա։ Իսկ զարգանալ առանց դժվարությունների չի լինում։ Մեր պարագայում խոսքը չի գնում ընտանիքի մասին, բայց խոսքը գնում է մեր ցանկությունների եւ ստեղծագործական աճի, մարդ տեսակի զարգացման մասին։ Ես կարծում եմ, որ մենք երկուսս էլ տեղ ունենք եւ մենք դեռ գնալու ենք առաջ եւ իսկ յուրաքանչյուր ճանապարհ դեպի առաջ տանող հեշտ չի լինում։ Ինչ էլ ես ես ցանկանում եմ։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Հուսանք անկախ ամուսնությունից ձեզ միևնույն է Հայաստանում, հայրենիքում տեսնելու հաճախ առիթներ կունենանք։ Իհարկե, ես այդպես էլ աշխատում եմ անել, ես ունեմ այստեղ մայրիկ եւ նա էլ գիտեք, որ կարևորագույն մասնիկն է իմ կյանքի։ Ես իբրև մարդ եւ անձնավորություն կազմավորվել եմ այս երկրում եւ այս երկիրն է իմ սրտում եւ իմ էության հիմքը։ Ես չեմ կարող ինձ գտնել ուրիշ տեղ։ Ուրիշ բան, որ ես մասնագիտական ինչ որ ձեռքբերումներ ունենամ դուրսը, բայց ես միևնույն է Երևանցի եմ։ Հոգով, սրտով, բնությունով, բնույթով, ծնողներով, պապերով եւ այլն։ Ես կարծում եմ, որ սա է իմ կյանքի տեղը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ նման զրույցի համար, հետաքրքիր հարցերի համար, պատրաստվածության համար, շատ հաճելի է վերջին ժամանակահատվածում նման պատրաստված լրագրողի տեսնելը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եվ վերջում նկարահանման աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ մեքաստոյում գործող Նավավար Տիկնալի իմպելարանին։ Իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Տինա Թևոսյան Beauty Center-ին, Հասցե Բաղրամյան 85, վարսարդարման համար շնորհակալություն H2 Beauty Lounge-ին, Հասցե Սարյան 16, հագուստը տրամադրելու համար շնորհակալություն Տաշիր առևտրի կենտրոնի 4-րդ հարկում գործող Armenian Brands հարթակին։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար Ձկնալի ըմպելարան։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ Էգզիստենցիալ սրճարան։